Օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովից 5 ամիս անց Երևանն ու Վաշինգտոնը վերահաստատել են ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը։ Նրանք հաստատել են TRIP-ի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել եւ որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։ Սա համագործակցության հիանալի օրինակ է։ Նաեւ շարունակական միջոց է կառուցելու երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև, որոնք շատ ամուր են եւ շարունակում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով եռակողմ պայմանավորվածությունից դուրս։ Կարծում ենք եռակողմ պայմանավորվածությունն իսկապես դառնալու է օրինակ աշխարհի համար, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության եւ բարգավաճման համար, որևէ կերպ կասկածի տակ չդնելով կամ չխաթարելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Վստահ ենք դա հիանալի է լինելու Հայաստանի, Միացյալ Նահանգների բոլոր ներգրաված կողմերի համար, բայց ի վերջո ծառայելու է որպես օրինակ աշխարհի համար։ Մենք հանձնառու ենք եւ այսօր կարևոր քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ առաջ շարժվելու համար։ Հայաստանի արտգործնախարարը փաստաթուղթը համարում է չափազանց կարևոր, որը նոր քայլ է 2025-ի օգոստոսին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։ Սա չի լինելու վերջնական փաստաթուղթ, բայց Միրզոյանի գնահատմամբ նշանակալի ձեռքբերում է եւ շահեկան բոլոր կողմերի համար։ Ըստ նրա համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է, ավելին համաձայնեցված չէ։ Չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է եւ ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել ինչ նկատառումներից ելնելով։ Ուրեմն միանգամից եմ ասում եւ միանշանակ որևէ այդպիսի դրույթ չկա, կա այն, ինչ որ կա այս փաստաթղթում եւ հրապարակված է։ Նշվում է, որ TRIP-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ TRIP-ը կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևան ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղում միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Ես կարևոր եմ համարում ուրեմն TRIP-ի այս մեծ ռեգիոնալ ուրեմն կոնտեքստում ներկայացումը։ Նշվել են հնարավոր այն օգուտները, որոնք կարող են ունենալ Հայաստանն ու Միացյալ Նահանգները։ Նախատեսվում է, որ Հայաստանը կընդլայնի դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց։ Փաստաթուղթը հստակեցնում է TRIP զարգացման ընկերության ստեղծման որոշակի պայմաններ։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով։ Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է ընկերության 74% բաժնեմասը, իրեն պահելով 26%-ը։ Ակնկալվում է, որ այս գործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա։ Սկզբնապես առաջին 49 տարում Միացյալ Նահանգները կունենան 74% բաժնեմասի, Հայաստանի Հանրապետությունը 26%, եւ եթե որևէ մեկը մեզնից չառարկի երկարաձգելուն, կարելի է երկարաձգվի եւս 50 տարով, եւ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն Հայաստանի Հանրապետության բաժնեմասը 26%-ից կբարձրանա 49%-ի։ Առանց Հայաստանի համաձայնության չեն կարող բաժնեմասերը օտարվել, վաճառվել, նվիրվել, վերակազմակերպվել։ Փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների եւ վերջնական սեփականատերերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների համաձայնություն։ Հստակ ամրագրում ենք, որ այդպիսի բան առանց մեր համաձայնության բացառվում է, որ տեղի ունենա։ Դա կլինի պայմանագրի խախտում եւ հետեւաբար չի կարող լինել։ TRIP ընկերությունն անմիջականորեն զբաղվելու է երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ եւ շահագործմամբ։ Մինչդեռ կլինեն այլ ենթակառուցվածքներ, որոնց իրականացման, ծրագրման, շինարարության կառավարման համար ընկերությունը կարող է հիմնել դուստր ձեռնարկություններ կամ հատուկ նշանակության կազմակերպություններ։ Նրանցից յուրաքանչյուրի դեպքում էլի կարող են ներգրավվել մասնավոր ընկերություններ, բայց Հայաստանի կառավարության համաձայնությամբ։ Հայաստանի Հանրապետությունը ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողի վրա կառուցապատման իրավունքով է օժտելու TRIP ընկերությունը, այստեղ կհիշեք ինչքան շահարկումներ եղան, թե որևէ հող Հայաստանի Հանրապետությունից որևէ կերպ օտարվում է կամ չգիտեմ, վարձակալություն եւ այլն, Հայաստանի Հանրապետությունը կառուցապատման իրավունք է տալու իր հողի վրա, ինչպես բազմաթիվ տասնյակ եւ հարյուրավոր ընկերությունների, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում։ Միրզոյան ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ փաստաթղթում մի քանի անգամ ընդգծվում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենալու, ենթակառուցվածքները գործարկվելու են Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության լիակատար պահպանմամբ։ Ազգային անվտանգության վիրապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը
Հայաստանը պահելու է։ Հայաստանը հստակորեն պահպանում է թրիփով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը։ Հարկերի, մաքսային տուրքերի եւ առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իր իրավազորությունը։ Նշվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային եւ մաքսային բոլոր գործողությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայինորեն ճանաչված չափանիշներին համապատասխան պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները եւ օգտագործելով Front Office, Back Office գործառնական մոդելը։ Front Office ծառայությունը կարող է մատուցել մասնավոր օպերատոր, որին ընտրելու է TRIP ընկերությունը։ Առաջնային գրասենյակը կմատուցի հաճախորդների RRS սպասարկում։ Back Office-ը Հայաստանի պետական մարմիններն են։ ՀՀ մաքսային եւ սահմանային պաշտոնյաները իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները, ինչպես որ դրանք սահմանում է ՀՀ օրենսդրությունը։ Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային եւ մաքսային բոլոր հաստատություններում։ Ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Front Office-ի օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում։ Անդրադառնալով հարցին, թե ինչու է TRIP-ի բաժնեմասերի միայն 26%-ը պատկանելու Հայաստանին, իսկ 74%-ը Միացյալ Նահանգներին, նախարարը նշեց, մեծ հաշվով դա բանակցությունների արդյունք է եւ արտացոլում է երկրների ներդրումները։ Միացյալ Նահանգները իրականացնելու է մեծածավալ ներդրումներ։ Կարծում եմ բավականին արդար բաշխում է, ընդ որում խոսքը միայն 49 տարվա մասին է առաջիկա, ենթադրվում է, էլի կրկին բիզնես մոդելի հարց է։ Այդ փուլում որոշակի տարիների ընթացքում, երբ որ ներդրումների վերադարձը ինչ որ չափով սա արդեն բիզնես հաշվարկների հարցը ապահովված կլինի, այն ժամանակ արդեն եւ պայմանագիրը կերկարացվի եւս 50 տարով, այդ ժամանակ բաժնեմասերի համամասնությունը, հարաբերակցությունը փոխվելու է եւ համարյա հավասար ենք դառնալու։ Միրզոյանը լիահույս է, որ առաջիկա ամիսներին կամբողջանան փաստաթղթերը եւ աշնան սկզբին կմեկնարկի ենթակառուցվածքների շինարարությունը։ Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը առևտրի, տարանցման եւ էներգետիկ հոսքերի ասպարեզում, զարգ տալով բարեկեցությանն ու անվտանգության ամբողջ տարածաշրջանում։ Ավելի ուշ X-ում գրել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը Մայա Խաչատրյան, լուրեր։